Մենք վերադարձանք սիրելի ընկերներ և ես հիշում ես հաղորդման սկզբում, որ ասում էի հյուր ենք ունենալու, որը մեզ համար մի շատ համեղ քաղցրավեն։ Գուցե հատուկ հյուր ունենանք, չասացիր հաստատ որ կլինի, բայց հիշում ես։ Հիշում եմ, իհարկե հիշում եմ։ Եվ հիմա ես սիրով պետք է ներկայացնեմ իմ վաղեմի ընկերներից մեկին, Հասմիկ Խոջյանին, բարի լույս Հասմիկ։ Բարի լույս, շատ ուրախ եմ, հատուկ հյուրը։ Շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ ձեր տաղավարում եմ, բարի լույս սիրելի հեռուստադիտող։ Այսօր միասին շատ համեղ ու հեշտ աղցան ենք պատրաստելու։ Մենք այստեղից շատ տարբեր գունավոր բաղադրիչներ ենք տեսնում, դժվար է տեսնել թե ինչ է, բայց վստահ ենք, որ համեղ է լինելու։ Առաջարկում եմ դու էլ հենց ներկայացնես, թե ինչ է անհրաժեշտ աղցանի համար։ Սիրով, իրականում այո, շատ գունեղ աղցան է ստացվելու։ Այստեղ կա բազուկ, որը աղցանի գլխավոր բաղադրիչն է, ընկույզ, եգիպտացորեն, մաղադանոս, սխտոր, լիմոն, նաև մեզ անհրաժեշտ է լինելու ձիթայուղ և աղ։ Ահա։ Բավականին պարզ բաղադրիչներ, հասանելի բաղադրիչներ և բավականին արագ պատրաստվող աղցան։ Աղցանի դժվարությունը կարծում եմ բազուկը խաշելն է, հետո մաքրելն է, որը մեզ մոտ արդեն խաշած և մաքրած վիճակում են, ասածը շատ արագ լինում է։ Բայց ես առաջարկում եմ, որ Միկան գա ինձ օգնության։ Ես միայն կողմ եմ Միկային ուղարկել այս բազմոցից դեպի խոհանոց, Միկա խնդրեմ։ Ես մի հին ասացված կա, ասում եմ ինձանից երկար ես ապրելու, չէ՞, այդպես մի բան կա, որովհետև ես էի ուզում առաջարկել իմ մուտքը դեպի խոհանոց։ Խնդրեմ։ Պարոն ռեժիսոր, կարելի է գնալ խոհանոց։ Ինձ ասեցին քրի, այսինքն գնացի։ Ես Ինչ հաճելի է, երբ գործընկերները այդ խոհանոցում քեզ համար պատրաստում են աղցան, սիրելի հեռուստադիտողներ, ես կնստեմ եւ կվայելեմ։ Այո, մայստրո, դու փոքր ինչ մենակ մնա եւ ես հիմա կգամ։ Իդեպ ես շատ եմ լսել Միկայի մասին, որ դու փայլում ես խոհանոցում, բայց ոչ մի անգամ բախ չի վիճակվել փորձել, հիմա մասամբ։ Ստացվի։ Իմ սիրելի Հասմիկ, ինչ եմ անում ես։ Հիմա պետք է տարեի մեջ, ահա տարան, ճզմել լիմոնը, լավ քամել են։ Որտեղ է մեր Հիմա կգտնենք միասին։ Եթե չես գտնում, կարող ես պարզապես այսպես ձեռքով, այո, ճզմել։ Այս մեկը վերցրու, խնդրում։ Այդ մեկը ես կվերցնեմ։ Այստեղ։ Այո։ Իսկ ես այդ ընթացքում կկտրատեմ ընկույզը։ Ընկույզը պետք է մանր կտրատենք։ Եկեք այ այսպես անեմ, որ ավելի հեշտ և արագ ստացվի։ Բավ է այսքան է, թե։ Այո, շատ լավ է։ Հիմա վրան կարող ես լցնել 2 ճաշի գթալ ձիթայուղ։ 2 ճաշի գտա։ Ուղղակի 2 ճաշի գթալ։ Ձիթայուղ կարող ես լցնել։ Ես իմ աչքաչափով կփորձեմ լցնել։ Ճիշտ ասած, ես հենց այդպես էլ սիրում եմ, ու շատ սիրում եմ խոհանոցում իմպրովիզներ անել, որ բաղադրատոմսը լինում է այսպես գթալ առ գթալ, գրամ առ գրամ, դա տանել չեմ կարողանում միշտ, երբ կարդում եմ, որ գրված է ինչ-որ միտեղ ենթադրենք 100 գրամ ընկույզ պետք է օգտագործել, ես վերցնում եմ այսպես ինչ-որ մի քանակ աչքաչափով շոշափում ես, հասկանում ես, որ բավարար է։ Բավարար է Բայց հետաքրքիր է, ես հենց այդ մասին եմ ուզում հարցնել, ժամանակ լինում է խոհանոցում անցկացնելու համար, որովհետև աշխատանքային գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է, վստահ եմ, երբ ես հասնում լինել խոհանոցում, պատրաստել, փորձել բաղադրատոմսը։ Դավիթ, եթե ինչ-որ մի բան սիրում ես, հատկապես խոհանոցը, դու ժամանակ գտնում ես խոհանոցում անցկացնելու համար։ Ես համամիտ եմ նաև ուզած չուզած, այսպես ասած, նույնիսկ այն օրերին, երբ այնքան էլ հավես չունես, ստիպված երբեմն, չնայած փորձում եմ ստիպված խոհանոց մտնելուց հետո սիրով պատրաստել միևնույն է, բայց ամեն դեպքում որովհետև կա ընտանիք և կա երեխա, պարտավորություններ, այո, աշխատանքին զուգահեռ կա երեխա և ստիպված պատրաստում ես։ Ինձ չես ուզում գործի դնել, ասա ես ինչ անեմ։ Հիմա ասեմ։ Ամենադժվար բանը կարող է ես Դու ամենադժվարը արդեն արել ես։ Չէ, բազուկը պետք է Բազուկը պետք է կտրատել, բայց քանի որ ես ձեռնոցով եմ առաջարկում ես կտրատել, որպեսզի քո մատերը չկարմրեն։ Պետք է կտրատել կանաչին, որպեսզի լցնենք այդ զանգվածի վրա։ Նայիր, մենք հիմա պատրաստում ենք այսպես ասած սոուսը, որպեսզի հետո գլխավոր բաղադրիչը լցնենք դրա վրա եւ ավելի համեղ ստացվի։ Հիմա ես գրեթե վերջացնում։ Դու կարող ես ճզմել սխտորը։ Սխտորը։ Այո։ Որտեղ է սխտոր ճզմելիքը։
Ես հիմա կգտնեմ, Ես կարծես վստահ եմ կգտնես։ Եթե չգտնես, այլ տարբերակ կարող եմ առաջարկել։ Չէ, ոնց որ թե չեղավ, թե այսպես։ Մի րոպե։ Մեր գործընկեր Անուշը մեզ մենակ է թողել, ես չգիտեմ այստեղ։ Խոհանոցում ինչը որտեղ է գտնվում։ Իսկ տանը գիտես ինչը որտեղ է խոհանոցը։ Տանը ինձնից են հարցնում ինչը որտեղ է։ Այն միշտ նմանատիպ բաներ է ասում, բայց տաղավարում դեռ ինձ համար ոչ մի չի պատրաստել հասմիկ, ես քեզ ասեմ։ Այսօր ոնց որ թե Դե սա չեն կարող հաշվել, որովհետև սա քո նախաձեռնությունն է։ Ինչ ես ուզում, վարպետ, ինչ ես ուզում, ես պատրաստ եմ քեզ համար։ Քիչ են, տարին ավարտվում է, Միկա, պիտի հասցնենք։ ես գիտեմ, որ Միկան համեղ լոլիկով ձվածեղ է պատրաստում։ Այո, Չնայած հենց ես էլ երեք չեմ պատրաստել եմ։ փորձել։ Ես էլ գիտեմ, լսել եմ։ Միայն Եվս մի լսում քանի ենք, և ֆիրմային չենք բաղադրատոմս ինչ որ կա, լսել եմ, որ շատ լավ է ստացվում, բայց մենք լսել ենք։ Ես այստեղ առավոտուսոյ տաղավարում իմ գործընկեր Անուշի հետ եւ Մանեի հետ պատրաստել եմ լոլիկով ձվածեղ։ Ես քեզ առաջարկում եմ, վստահ եմ գալիք շաբաթ մենք հնարավորություն կունենանք միասին, գուցե վերջին անգամ լինել եթերում այս տարի։ Դու ուզում ես ինձ հետ եթերում լինել։ Ես ուզում եմ, նախ ուզում եմ քեզ հետ եթերում լինել, իհարկե։ Նաև ուզում եմ, որ դու խոհանոցում լինես այդ եթերի ընթացքում եւ որևէ բան պատրաստես առանց Անուշի կամ Հասմիկի կամ Մանեի կամ որևէ մեկի օգնության։ Ես կարճ կպատասխանեմ քեզ եւ կասեմ, որ խնդիր չկա։ Շատ լավ։ Պայմանավորվեցինք ստելի Ես հերոսների ներողություն եմ խնդրում, վերցնում։ Ունում է հասկանալ, թե ինչ ես պատրաստելու, Միկա, բայց դա կարող ենք առանձին քննարկել։ Ես ուզում եմ ընկույզը եւս ավելացնել այդ տարայի մեջ։ Հիմա պետք է քեզ խնդրեմ մի փոքր տարան այս կողմ բերենք։ Այս բոլոր սխտորները պետք է ճզմեն, թե Ոչ, բավե։ նայր, այսքանը բավական է։ 1 վայրկյան, ես այստեղ Թող լինի 1 բճեղ, որովհետև մեր մեկ բազուկը բճեղ, ինձ սիրուն բառը չէ, բճեղ։ ավելի փոքրիկ է։ Իդեպ այս աղցանը կարող են նաև ամանորին պատրաստել մեր հեռուստադիտողը, որովհետև բազուկով աղցանի այլ տարբերակ, որը բոլորիս շատ հայտնի է, երբ քերում են բազուկը, նորից խտորով, ընկույզով, դա շատ տարածված է, իսկ այս մեկը շատ ավելի գունեղ է ստացվում եւ շատ ավելի հեշտ է պատրաստման ընթացքը, որովհետև բազուկը քերելու ընթացքը համաձայնեք, որ շատ դժվար է լինում։ Չէ՞։ Այո։ Ինձ համար օրինակ քերելու ընթացքը բավականին բարդ է։ Իսկ սա քո բաղադրատոմսն է, թե գտել ես չորտեղից։ Այս բաղադրատոմսը ես ինչ-որ միտեղ տեսել եմ, բայց բաղադրիչներ ավելացրել եմ։ Օրինակ, իմ տեսած բաղադրատոմսում չկար ընկույզ, փոխարենը կար նուռ, բայց ես սիրում եմ ընկույզի ու բազուկի համադրությունը, դա շատ համեղ է լինում։ Ու հիմա ես ուզում եմ բազուկը կտրատել այս գաթայի դանակով, որովհետև ավելի սիրուն կլինի տեսքը։ Ու ես իդեպ այս դանակը շատ եմ օգտագործում խոհանոցում, օրինակ կարտոֆիլն էլ եմ շատ հաճախ այս դանակով կտրատում եւ վերջում ասես դակ ինձ սիրուն է լինում։ Հիմա պետքա մենք կտրատենք քառակուսիներ։ Իսկ ես այս գտալը վերցնեմ խառնի Խառնիր։ համար, թանձրուկը թե Խառնիր, աղ ավելացրու եւ խառնիր։ մի րոպե աղ։ Աղա այստեղ է։ Աղա, այդպես դու արդեն մի անգամից եկել ես ու տնավորվել ես կարելի ասել, հա։ Ես ունեմ այդ։ Իսկ սև մուկ պղպեղ պետք է մեզ։ Ոչ։ Իրականում ես համեմունքներ շատ չեմ սիրում, որովհետև սիրում եմ, որ յուրաքանչյուր բաղադրիչ իր համը պահպանում է։ Իսկ երբ շատ են ավելացնում համեմունքներ, կարծես թե միայն համեմունքի համն է։ Ես մի քիչ շատ եմ սիրում օգտագործել, ավելացնելու շատ եմ օգտագործում համեմունքներ։ Կասես մի պտղունց աղ, թե այսքանը ինչքան։ Մի քիչ ավելի քիչ, որպեսզի աղը չստացվի, հա։ Լավ է։ Օգնում է, չէ՞, Միկան քեզ այդտեղ ասում։ Շատ։ Սպասիր։ Սպասում եմ, ես ուղղակի խելոք այսպես Սայլ կտրատեմ։ ձիգ կանգնած եմ։ Օրինակ ամանորի սեղանից դու ամենաշատը որ ուտեստն ես սիրում։ Բոլորը։ Բոլորը։ Անխտիր բոլորը։ Ես անկեղծ լինեմ ու ասեմ, որ խոզի բութն եմ ամենից շատ Ես սիրում։ էլ եմ շատ սիրում։ Ու տոք վիճակում, հենց Անկեղծ այդ եմ ասում, պահին։ շատ եմ սիրում ես։ Ես մայրաքաղաքային աղցանը։ Ես ամեն ինչը սիրում եմ ամանորի հետ կապված, թե ուտելիքը, թե Իսկ դու ամանորին ես սիրում, Միկա, թե վիճակը։ հաջորդ առավոտյան երբ արթնանում ես։ Ինչ։ Եվ այդ ժամանակ ես Երբ ոչինչ չի հիշում։ Ես մի հա, Չէ,
Չէ, ես սիրում եմ Դա ամանները։ ավելի մոտ է Բոլոր իրականությանը։ դժվարություններով ու առավելություններով ու չգիտեմ, ամեն ինչով ես սիրում եմ ամանները։ Զարդարանքները սիրում ես։ Ամեն ինչը, առավոտում գնալը, ստիպված հյուր գնալը, հյուր ընդունելը, ամեն ինչը, դե եկեք անկյաս լինենք, բայց դրա մեջ էլ պետք է գտնես այն լավ, այն լիարժեք, այն դերականը պետք է գտնես, որ լավ անցնի քո տարին։ Ես համամիտ եմ, բայց ցավոք սրտի վերջին մի քանի տարում ես Հայաստանում չեմ դիմավորում նոր տարին ու այս տարի էլ բացառություն չէ, որովհետև Իսկ դա միտումնավոր է, որ ստիպված հյուր չգնասի բացի չգնալու համար, որովհետև ես ուզում եմ Ուզում ես ճանապարհորդել ճանապարհորդել, իսկ սա այն միակ արձակուրդներից է, չնայած ես 2025 թվականի ընթացքում 6 ճանապարհորդություն հասցրել եմ ունենալ, հույս ունեմ մյուս տարի կկրկնապատկեմ թիվը, կամ գոնե ճանապարհորդություն, լեգենդի հետ եմ կան գնացած, կարելի ասել։ Դե չէ։ Հիմա վրան ավելացնում ենք եգիպտացորեն։ Եվ մնաց ամենադժվարը՝ Ինչը։ կտրատել կանաչին։ Ես մեկ վայրկյանում կարող եմ սա ուղղակի, մի աչքս փակ այսպես կարող եմ։ Պրոֆեսիոնալ կերպով կարող ես Արի, հատկապես ուղիղ եթերի ժամանակ մենք չանենք։ այս դանակով։ Այս դանակով որով ես ուզում, խնդրեմ, ասա որով ես ուզում, Ինձ ես դրանով միևնույն է, կտրատեմ։ բայց ես Արի վախենում եմ տեսնենք ինչպես կստացվի այդ դանակով ինձ հետաքրքիր է։ Ես ուզում եմ տեղափոխվել այդ տաղավար, արդեն վախենում եմ։ Համեցիր, կարող է նա ավարտել աղցանը։ Այսպես ենք անում։ Բայց ինձ շատ հետաքրքիր է ինչպես է կտրատելու, ես կխնդրեմ մեր օպերատորները հնարավորինս Ինչպես ես կտրատել, մոտ ցույց տան։ Բայց շատ պրոֆեսիոնալ։ Տեսնում ես, խնդրեմ։ Ես ապշած եմ։ Ես այնինչ լսել էի փաստորեն ճիշտ էր։ Ես կարող եմ այն մեծ դանակով էլ կտրատել, ուղղակի դու Աստորեն գուցե մեծ դանակով ավելի ճիշտ էր։ Խնդրում եմ կփորձես նաև մեծ Չէ, արդեն ես գնացել եմ վերջ։ Ես արդեն անցել եմ գործի։ Ես դրանք կվերցնեմ, որ քեզ չխանգարեն։ Իսկ մանր թե Այո, մանր։ Փարակ։ Բրավո։ Միկա, դու Տեսնում ես վարպետ ինչեր եմ արդարացրեցիր անում։ մեր սպասումները։ Ես ինքս վարպետի հետ եմ փաստորեն առավոտային եթերից, իսկ ես չգիտեի, հասկանում ես Միկա։ Մտածում եմ միայն Անուշն է կարող այսպես արհեստավարժ կտրատել, բայց փաստորեն Փաստորեն այն Արի օրերին, ու որ տես։ օրերին Անուշը չի գալու, կարող եք Միկային ուղարկել այս տաղավար։ հանգիստ։ Հրաշալի է։ Այս վերջի չեմ սիրում այս կանաչի, որ արդեն Կարող չի կտրատել, լավ։ Լավ, չեն կտրատում։ Կյանքը գեղեցիկ է, երբ այն հեշտացնում է։ Պետք է հեշտացնել ամեն ինչ։ Սա էլ այսպես։ Դե լցրու վրա։ Ժիտիպյու։ Ինչ եմ դժվարացնում այդ գործը։ Չգիտեմ։ Հեշտ կտրատեցիր, բարդ լցրեցիր։ Այո։ Շատ ապրես։ Սա կարող ենք Այո։ դնել այստեղ, Այո։ որպեսզի մեզ չխանգարի։ Իսկ ես կխառնեմ հիմա աղցանը։ Եվ կխնդրեմ, որպեսզի ուշադրություն դարձնեք աղցանի գույներին։ Ինչքան գունեղ ու ինչքան սիրուն է։ Ու այն մարդիկ նույնիսկ ովքեր բուսակեր են, միշտ չեն ուտում ինչ պատճառներով, կարող են եւս այս աղցանից օգտվել, որովհետեւ բանջարեղենային է ու շատ համեղ։ Տես իմ կարծիքով այստեղ մի փոքր ավելի պակաս է բազուկը եւ ընկույզը։ Ես ուզում եմ ասել, որ բազուկը կարծես քիչ է։ Այո, բայց առաջարկում եմ հիմա լցնենք մատուցման ափսեի մեջ, եւ ընկույզով ձևավորենք։ Համաձայն ես։ Ոնց դու ասես, դու ես բայ ռեժիսորը։ Դες ես գալուց չէի մտածել ձևավորման մասին, բայց հիմա իմպրովիզներ, որպես իմպրովիզներ սիրող մարդիկ կան այնտեղ։ Ես սիրում եմ բազուկ։ Ես էլ։ Եվ շատ օգտակար է։ Այո, շատ օգտակար է բազուկը։ Հետո բազուկ սխտոր համադրությունը շատ համեղ է ինչ խոսք։ Ասա։ Բազուկը սխտոր Ինչպես ես, լավ ես, Դավիթ։ Ես մտովի պատկերացնում ինչ համ է ունենալու աղցանը եւ մտածում եմ, որ եթե մի փոքր ֆետա պանիր ավելացնել, կարող է այսպես ֆանտաստիկ, Սպասենք ֆանտաստիկ հորդորում եմ։ Իսկ կնե ճիշտ բան ասացիր։ Համեղ կլինի։ Շատ լավ առաջարկ էր։ Համեղ կլինի։ Որովհետեւ բազուկը եւ ֆետան միասին իհարկե ֆանտաստիկ համադրություն է։ Կարծում եմ մեր հեռուստադիտողը ֆիքսեց արդեն առաջարկը եւ կարող է այդպես պատրաստել։ Մյուս անգամ այդպես կփորձենք կամ հեռուստադիտողներին խնդրենք, որ այդպես փորձեն։ Ճիշտ ասում։ Ուզում եմ այսպես քիչ լցնել, որ սիրուն լինի։
Որտեղ է մեր ընկույզը։ Ընկույզը բերեց։ Հաս, իսկ Ոնց ձևը վրան։ լավ։ Ես այսպես։ Արի այսպես, դասը վրան կողքերով։ Արագ։ Հաս, իսկ գիտեմ, որ օգտակար ուտելիքներ շատ է։ Օգտակար է ու շատ գեղեցիկ ու վստահ եմ նաև տոնական սեղանին շատ գեղեցիկ է դեռ այս արցանը կգտնի վստահաբար։ Գիտես ինչ, խոսում եմ, մի րոպե սպասի բանը։ Այ ես չեմ լսում, կներես։ Գիտես ինչն է հետաքրքիր, վստահ եմ նաև Դավիթին է հետաքրքիր, քաղցրավենիքի հետ քո սերը ինչպես է օրինակ։ Շատ եմ սիրում, շատ։ Նույնիսկ նախորդ անգամ երբ ձեր տաղավարում էի, ձեր գործընկերների հետ էի, ես պատրաստեցի քաղցրավենիք ու չնայած նրան, որ առավոտյան ժամերին այնքան էլ խորհուրդ չի տրվում քաղցրը օգտագործել եւ խորհուրդ է տրվում ավելի շատ ջրով սկսել օրը, լավ սպիտակուցներով հարուստ նախաճաշ անել, բայց պատրաստեցի քաղցրավենիք ու որովհետեւ շատ եմ սիրում։ Իսկ ինչ է, հիշում ես, ես չեմ։ Իհարկե հիշում եմ, բլինչիկի բլիցներով, տորտիկ համով բանանով եւ սերուցքով։ Բլիթերի շերտերից պատրաստել է։ Այո։ Իսկ այս անգամ ուզում էի պատրաստել տիրամիսուի նման որևէ մի թխվածքաբլիթ, որը տնակ էր, դա իմ մեջում տեղադրել եմ բաղադրատոմսում, ու շատ մեծ արձագանք ստացավ, բայց քանի որ արդեն կար այդ բաղադրատոմսը, որոշեցի ավելի նոր մի բան պատրաստել։ Իսկ դու քաղցրակեր ես առհասարակ։ Բավականին շատ։ Բավականին լուրջ, լավ։ Այս տարի չգիտեմ ոնց ենք հասնելու, ես բոլորին խնդրում եմ, որպեսզի նրանք եւս մեկ անգամ գան տաղավարով իջը բան պատրաստեն, հասմիկ գուցե հասնես եւս մեկ անգամ գալ եւ քաղցր բան առաջարկել։ Եթե ոչ, ես մեկնում եմ։ դու մեկնում ես։ Դավիթ, դու քաղցրակեր ես։ 2026-ին պայմանավորվենք, որ առաջին բաղադրատոմսը կլինի որևէ քաղցր մի բան, որովհետեւ ես էլ եմ շատ քաղցրակեր, կարծում եմ Միկան նույնպես։ Ես քաղցրից գիտեք ինչքան հեռու եմ։ Իսկապես։ Շատ։ Իմ մտքով երբեք չի անցնի, որ ես գնամ օրինակ խանութ եւ գնամ կոնֆետ, չասեմ անունը, կոնֆետ օրինակ, երբեք չի անցնի։ Հիաստապություններով լի էր առավոտը Այսինքն, եթե տանը չլինի թխվածք կամ չգիտեմ ինչ-որ քաղցր մի բան, իմ մտքով երբեք չի անցնի, որ ես պետք է գնամ ուտեմ։ Համով է, սիրում եմ, բայց Ես ապշած եմ, որ կան մարդիկ, որոնք քաղցրակեր չեն, իսկապես ապշած եմ, բայց կարծում եմ այս թեմայի մասին մենք Միկայի հետ հիմա առիթ կունենանք ավելի մանրամասն խոսելու։ Նախ շնորհակալություն հայտնեմ ձեզ, վստահ եմ շատ համեղ աղցանի համար։ Ես հիմա կշտապեմ ձեզ մոտ խոհանոց, որպեսզի միասին համտեսենք։ Իսկ քաղցրակերների թեման շարունակելով մեր հեռուստադիտողներին առաջարկում ենք դիտել հայտնի քաղցրակերների մասին պատմող մեր հաջորդ տեսանյութը ու վերադառնալ։